Պիտի կարդամ մեկ համար, որը գրված է Եսայի մարգարության մեջ 50-րդ գլուխ 10 համար։ Նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Եսայի մարգարություն 50-րդ գլուխ 10 համար։ Ով կա ցեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնը լսող, որ գնում է խավարում եւ ճառագայթ չունի, թող նա ապավինե Տիրոջ անվանը եւ իրեն գցե Ասոյի վրա։ Ուրիշ չան, եղբայրներ չան, այսօր մենք նայում ենք երկիրը իրոք բացվել է։ Նայում ես անձնավորությունները ապրում են այնպես, ինչպես որ իրենք են ուզում։ Շատ անգամ մտածում եմ այս մասին առաջներում, միթե նման պղծություն կամ խնդիրներ չի եղել, բոլոր ժամանակահատվածներում եղել է, բայց ո՞րն է պատճառը։ Ինչու համար այն ժամանակահատված մարդիկ ի հայտ չեն գալիս, հիմա ի հայտ են գալիս։ Առաջի միտքը, որ կարող եմ մտածել եւ ասել, սա Ասոյ վախի բացակայությունն է։ Այսօր անձնավորությունը կամ երեխան ինչ-որ մեկ բան չի անում, պատճառը հետևյալն է, վախենում է ծնողից։ Սրտանց ուզում է, գիտեք, բայց քանի որ այդ երկյուղը կա, ինքը չի անում սա։ Բայց այստեղ ես չեմ ուզում, որպեսզի մենք խորենք մտածել Աստծուց վախենալ, սա չանել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստծո երկյուղի բուն նպատակը ոչ թե նա է, որ Աստված մեզ պիտի կորցնե կամ մեզ պրոբլեմ պիտի ստեղծի։ Մովսեսը Ելից 20-րդ գլխի 20 համարում հետևյալն էր ասում, Ելից 20-րդ գլուխ 20 համար։ Եվ Մովսես ասա ժողովրդին՝ մի վախեք, որտեղ Աստված ձեզ փորձելու համար եկել, այնպես որ նրա վախը ձեր առաջը լինի, որ դուք չմեղանչեք։ Այսօր Աստծո երկյուղի բուն նպատակը հետևյալն է, որ ես եւ դու չմեղանչենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր շատերս կյանքի մեջ այդ երկյուղը վերացել է։ Ժողովող գրքի մեջ է, որ մենք կարդում ենք Սողոմոն իմաստունը հետևյալ միտքն է ասում։ Գրված է հետևյալը 8-րդ գլուխ 11 համար, որովհետև չար գործի վճիռը շուտով չի կատարում, սրա համար մարդկանցը որդիներ սիրտը համարձակում է չարություն գործել։ Հիշում եք, Գործք առաքելոց, երբ որ մենք կարդում ենք 5-րդ գլուխ, գրված է ամուսինների մասին, Անանիա եւ Սափիրա։ Երբ որ անձնավորությունները իրենց ունեցվածքը ծախեցին, բերեցին Պետրոսի մոտ եւ ունեցվածքի, այսինքն այդ գումարի կեսը թաքցրեցին, Պետրոսը 3-րդ համարում 5-րդ գլուխ ասաց հետեւյալը. Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցեց, որ դու սուտ խոսեցիր Սուրբ Հոգուն, եւ գրված է, որ Անանիան ընկավ եւ մահացավ, բայց ինչ տեղի ունեցավ։ Կարդում եմ 5-րդ համարից, եւ Անանիան հենց որ այս խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց։ Մեծ վախ եղավ ամենքի վրա, որ այդ լսեցին։ Ոչ թե գրված է տեսան, այլ գրված է մեծ վախ եղավ, երբ որ լսեցին։ Հիմա հարց եմ տալիս. ես եւ դու լսել ենք սա։ Մենք լսել ենք, բայց ինչի մեր կյանքի մեջ այս խնդիրները կա։ Ուղղակի շեղվում եմ այս մտքից, շատերի կյանքում, գիտեք, կան այս ձևի հասկացողություն, կան մեղքեր, որոնք որ փոքր են, մենք զգուշություն չենք անում, կան մեղքեր, որոնք մտածում ենք Աստված սրա համար պիտի չպատժի։ Անանիայի, Սափիրայի ունեցվածքը իրենցն էին։ Ինչու համար Աստված պատժեց ստի։ Այսօր նայում եմ շատ քրիստոնյաներ ստի մեջ վախ չունեն։ Ես մտածում եմ հետևյալը, սուտը մեր կյանքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, մերցնում է մեր հավատքը։ Եղբայրը որ հիշեցրես գրված է, բայց առանց հավատքի անկարելի հաճո լինել ասում։ Սուտը մեր կյանքի մեջ մերցնում է մեր հավատքը։ Սուտը դա ճշմարտությունից քաշվելն է կամ ճշմարտությունից հեռու մնալն է։ Երբ որ մենք ասում ենք ճշմարտություն ինքը Քրիստոս է։ Եվ հետևյալ միտքն է միշտ ասում սուտը հանդգնություն է Աստծոյ առջև եւ վախ մարդկանց առջև։ Դու չես վախենում, Աստծուց սուտ ես խոսում, բայց մարդկանցից վախենում ես։ Այսօր Աստծո նպատակը հետևյալն է, որ Տիրոջ երկյուղը մեր մեջ լինի։ Եվ երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձրեք
Առակաց առաջի գլուխ 7-րդ համարի մեջ Սողոմոն իմաստուն ինչ էր ասում։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Կամ Առակաց 15-23-րդ համարի մեջ գրված է. Տիրոջ վախը դեպի կյանք է տանում։ Այսօր այն անձնավորությունը, որ վախենում է, ոչ թե Աստված իրեն պիտի սպանի կամ կորցնի, վախենում է մարդ Աստված հարաբերությունը խզվելուց, Աստված ասում է, որ այդ անձնավորության վերջը կյանքն է։ Եվ Եսայի մարգարության մեջ հետաքրքիր միտք է ասում, Եսային 33-րդ գլխի 6 համարի մեջ գրված է. Տիրոջ վախը անոնց գանձն է կամ հարստությունը։ Այն անձնավորությունը, որ այսօր ունի Տիրոջ երկյուղը, ինքը մեծ գանձ ունի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինքը Տեր Հիսուս Քրիստոս ապրեց երկյուղով։ Կարդացեք Եսայի մարգարության 11-րդ գլուխը, այնտեղ կտեսնեք հետևյալ միտքը, որը գրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Առաջի համարից եմ կարդում, գրված է. Հեսեի բնից է մի շարավիղ է դուրս գալու, եւ մինցուղ է պուսնելու նրա արմատիցը։ Նրա վրա կանգ չէ, Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Եվ շարունակության մեջ գրված է. եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է։ Ուշադրություն դարձեք, երկու տեղ խոսում է երկյուղի վրայով։ Եվ ինքը Տեր Հիսուս Քրիստոս երկյուղը ապրել է Տիրոջ երկյուղով։ Ուրիշ ջան, եղբայրներ ջան, այսօր մարդը ինչու համար է մեղանչում, որն է պատճառը։ Կորցրել է երկյուղը։ Եղբայրները, որ խոսեցին, ուղղակի մենք շատ անգամ այս միտքը օգտագործում ենք եւ շատ անգամ ասում ենք հետեւյալը, եւ սա իրականություն է, որտեղ 2-ից 3 իմ անունով հավաքված, ես այնտեղ ներկա եմ։ Հավատում ենք սրան, թե չէ։ Եվ երկրորդ հարցը, երբ որ ես տան մեջ մեղանչում եմ կամ խնդրեմ եմ ստեղծում, հավատում եմ, որ Աստված այնտեղ ներկա է։ Բայց ինչ ենք մեղանչում։ Ինչ ենք բամբասում, ինչ ենք ատում տատում։ Եթե Գևորգ եղբայրը մեկ շաբաթով գա քո տանը մնա, հարց եմ տալիս։ Ինչպես կապրես։ Ամեն օր Սուրբ Գիրքը կարդաս, թե չէ։ Ամեն օր կաղոթես։ Ընտանիքիդ անդամների հետ նորմալ կխոսես։ Դու չես հավատում, որ Աստված քեզ հետ է։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համար, երբ որ մենք կարդում ենք գրված է. «Մինչև աշխարհի վերջ ես քեզ հետ եմ»։ Հավատում ենք մենք սրան, թե չէ։ Պրոբլեմը սա է։ Եթե ես հավատում եմ ու մեղանչում եմ, սա փաստում է հետեւյալը, որ ես Աստծո վախը կորցրել եմ։ Ուրիշ ջան, եղբայրներ ջան, այսօր Աստծո նպատակը ոչ թե մեզ սպանելն է կամ վախեցնել, Աստծո նպատակը մեղքից հեռու պահելն է։ Մովսեսն ասում էր. «Տիրոջ երկյուղը ձեր վրա լինի, որ չմեղանչեք»։ Երկրորդը, որ կարդում ենք այս համարի մեջ, միտքը հետևյալն է. «Ով կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնը լսող»։ Երբ որ խոսում է լսելու մասին, բոլորս լսել ենք այս խոսքը, լսել ենք Անանիայի Սափիրայի վիճակը, լսել ենք նաև Աստծո օրհնությունների եւ Աստծո խոսքի մնացած վիճակների վրայով։ Բայց իմի հարցը հետևյալն է. ինչպես ենք լսում մենք։ Առաջինը, որ ես ուզում եմ մեջ բերում անել, Հռոմեացիս 10-17 համարի մեջ գրված է. հավատքը լսելուց եւ լսելը Աստծո խոսքից։ Միգուցե շատերը մտածեն, սա մենք անցել ենք, մենք սա շատ լավ գիտենք, բայց ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք լույս նայենք մեր հավատքին։ Հուտա 20 համարի մեջ Հուտան հետևյալն էր ասում, բայց դուք սիրելիներ ձեր անձերը շինեք ամենասուրբ հավատքի վրա։ Իսկ այդ ամենասուրբ հավատքը ինչպես է ձևակերպվում։ Պողոս առաքյալն ասում էր բանաձևը. հավատքը լսելուց։ Եվ այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք շատ անձնավորություններ, այսօր լսում են Աստծո խոսքը, բայց չեն կատարում։ Բայց Դավիթ ինչ էր ասում. Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի։ Այսինքն լսել նշանակում է կատարել։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք Աբ รา համի վրայով, մենք շատ անգամ ասում ենք հավատքի հայր, որն էր պատճառը։ Կամ Նոյի վրայով ենք մենք խոսում։ Այս անձնավորությունները, որից է մեկտեղ Աստծո խոսքը չանարգեցին եւ լսեցին ամբողջական։ Ծննդոց 12-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք խոսքը Աբրահամի մասին է, ուղղակի ուզում եմ ցույց տալ մեր կյանքի մեջ էլ այս խնդիրները կա։
Աբրամին Աստված դուրս է հանում իրեն երկրից է, իրեն ասկականներից է եւ իրեն հորտնից է։ Եղբայրներ, քույրեր, նախապես ուզում եմ ասել, Աբրամը չի ծնվել հավատքի ընտանիքում։ Երբ որ մենք կարդանք Հեսուի գրքի մեջ, ինքը ամենակալ Աստված մեզ հետևյալն է ասում Աբրամ հավատքի հոր վրայով։ Նայեք ինչ է գրված Աբրամի համար, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Գրված է Հեսու 24-րդ գլուխ 2-րդ համարի միջնամասից։ Վաղուց ձեր հայրերը, Աբրամի հայրը, Նակովրի հայրը, Թարան գետի այն կողմում էին բնակվում եւ օտար աստվածներ էին պաշտում։ Հիմա Աբրամի հայրը օտար աստված է պաշտել, հարց եմ տալիս, Աբրամին ինչ է սովորեցրել։ Եվ ուշադրություն դարձեք, Աբրամը լսում է Աստծոյի ձայնը, գնում է անորոշություն։ Եվ ինչ էր պատվիրել, գրված է 12-րդ գլուխ առաջի համարից, եւ Յովան ասաց Աբրամին. գնա քո երկրից է, քո ասկականներից է եւ քո հորտնից է։ Եվ գրված է, որ Աբրամը դուրս ելավ։ Կարդում եմ 5-րդ համար, ուշադրություն դարձեք, ու միտքս սրա վրա եմ կանգ առնելու։ Եվ Աբրամը վեր առավ իր կինը Սարային եւ իր եղբոր որդի Ղովտին։ Բայց Աստված չէր պատվիրել Ղովտին վերցնելու։ 13-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, այդ անհնազանդության հետևանքով պրոբլեմ առաջացավ։ Որն էր պրոբլեմը, Աբրամի եւ Ղովտի հովների մեջ կռիվ ընկավ։ Աբրամը հասկացավ, որ Աստծո խոսքը ամբողջովին չի լսա։ Եվ գրված է, ինքը խոսեց Ղովտետ, ասելով հետևյալը 13-8 համար. թող իմ ու քո մեջ, իմ հովիների քո մեջ կռիվ չլինի։ Ըստ որում մենք եղբայր ենք։ Բոլոր երկիրը արջևը չէ։ Բաժանվիր ինձանից։ Եթե դու ցախ կողմ գնաս, ես աշ կողմ կգնամ։ Եթե դու աշ կողմը գնաս, ես ցախ կողմը կգնամ։ Եվ տվեց ընտրություն Ղովտին, Ղովտը ընտրեց լավագույնը։ Աբրամը չասես, Աստված է ինձ դուրս հանե, դու պիտի գնաս վատը լավ ես պիտի վերցնեմ։ Իրան նպատակը մեկն էր Աստծո խոսքը պահելը։ Եվ երբ որ մենք կարդում ենք 14-րդ համար, Աբրամին խոսմունքը այստեղից եկավ։ Եվ ամենակալ Աստված խոսեց Աբրամին եւ ասեց հետեւյալը. Եվ Յովան ասաց Աբրամին Ղովտը նրան բաժանվելուց հետո օրհնությունը եկավ, երբ որ Աբրահամ Ղովտից բաժանվեց։ Այսինքն Աստծո խոսքը ամբողջացրեց։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք շատ անգամ Աստծո խոսքը չենք պահում, չենք կատարում։ Որտեղ մեր մեջ դաշվել է հետեւյալ միտքը, որ Աստված սեր է, Աստված ողորմած է, բարեկուտ է, այո եւ ամեն։ Բայց նաեւ կա Աստծո մյուս կողմը, որտեղ որ գրված է Աստված կարդամ այդ տողը մեր ամեն մեկի համար։ Ինչ է ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մեր մեջ վախը վերանում է, մենք այսպես ենք վարվում։ Ուշադրություն դարձեք Նահումի մարգարության առաջի գլուխ 2-րդ համարից ինչ է ասում Տերը։ Նահումի մարգարություն առաջի գլուխ 2-րդ համար։ Նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տերը, բարկության Տեր, վրեժ առնող է Տերը, իրեն ոսողներից եւ բարկություն պահող իր թշնամիների դեմ։ Այո, Աստված սեր է։ Աստված համբերատար է, Աստված ինձ եւ քեզ հավիտենական սիրով սիրել է։ Բայց հարց եմ տալիս, երբ որ մենք գիտակցաբար գնում ենք այս վիճակին եւ կորցրել ենք Տիրոջ երկյուղը, օրհնություն պիտի ստանանք։ Թող Աստված ողորմություն անի մեզ, օգնի, որ միջև վերջ հավատարիմ մնանք։ Շարունակության մեջ գրված հետեւյալը. Եսայի մարգարության 50-10 համարն եմ նորից կարդում, ով կա ձեզանում Տերիցը վախեցող նրա ծառայի ձայնը լսող, որ գնում է խավարում եւ ճառագայթ չունի։ Շատ անգամ Աստված մեզ տանում է դեպի խավար։ Խավար մութը չէ, գիտեք։ Քո կյանքի մեջ նեղություն, դժվարություն, պրոբլեմ, ինչի համար, որն է բուն նպատակը, որպեսզի ես եւ դու կարողանանք լույսին ցկտել, փնտրենք լույսը։ Հիշում եք, Միքայ մարգարության մեջ 7-րդ գլուխ 7 համարի մեջ գրված էր, ինչ էր ասում. մի ուրախանար ին վրա, ով ին թշնամի է։ Միքյան սա անցել է եւ գրում է ինձ եւ քեզ։ Կարդամ այդ տողերը։ Բայց ես Տիրոջը կսպասեմ եւ կուսամ իմ փրկության ասում։ Ինչ պիտի լսի իմ ասվածը։ Մի ուրախանար ինձ վրա, ով իմ թշնամի, որովհետեւ թեև ընկնեմ, վեր կնամ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի։ Կամ երբ որ մենք նայում ենք Երեմիայի ողբի մեջ, ամենակալ Աստված Երեմիային տարավ այդ ծանր վիճակի մեջ։
Կամ երբ որ կարդում ենք երկրորդ մնացորդած 33-րդ գլուխ Մանասեի վրայով, ամենակալ Աստված Մանասեին տարավ գերության մեջ, բուն նպատակը Մանասեին կորցնելը չէր, որ խավարի մեջ կամ գերության մեջ Մանասեն Տիրոջ երեսը փնտրել։ Հիմի հարց եմ տալիս, քո ամենաշատ աղոթքը երբ է։ Երբ որ նեղության մեջ ես, պրոբլեմի մեջ ես։ Հիմի հարց ինչու համար Աստված այդ նեղությունը ստեղծում։ Օվսեա մարգարեության 5:15-ի մեջ գրված է, երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Աստծո նպատակը սա է, որ ես եւ դու կանուխ իրեն դիմենք, իրեն փնտրենք, իրեն հետ մեկանանք։ Հիմի հարց. Աստված երբ որ նեղություն տալիս է, բարի է թե չէ։ Երբ որ հիվանդություն, ցավ, տառապանք, մենք տեսնում ենք, որ Աստված այստեղ բարի է։ Ինչու համար այդ նեղությունը, այդ պրոբլեմը, որ դու Տիրոջ երեսը փնտրես։ Տալիս է, որովհետև քո եւ Աստծո կապը խզվել է։ Եվ Աստված այնքան ողորմած է այդ միջոցներն կիրառում է, որ ես եւ դու կարողանանք իրեն երեսը փնտրենք, լույսին մեկանանք։ Բայց ցավոք շատ անգամ մենք այս պրոբլեմների մեջ ուրիշ ձև ենք տեսնում։ Եվ երբ որ մենք կարդում ենք այստեղ մի հատ հոյակապ միտք է ասում, գրված է, գնում է խավարում եւ ճառակայթ չունի։ Չգիտեմ, երբևիցե մեկ անգամ տեսել եք, երբ որ երկինքից այդ քարերն են ընկում, մենք ասում ենք աստղ ընկավ։ Նկատել եք հետևից ճառակայթ։ Այս միշտ սա ասել եմ, մեր եղբայրները, որոնք որ իրոք աստղերի պես փայլում են, գնացին հավիտենություն, թողեցին ճառակայթ։ Հայր եղբայր, Վրեժ եղբայր, Ռոբերտ եղբայր եւ շատ եղբայրներ։ Եվ այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու էլ ճառակայթ թողնենք։ Լինում է, որ անձնավորությունը թողնում ես հավիտենություն, ասում են օրհնյալ անձնավորություն, այս կյանքը ապրեց։ Այսինքն ճառակայթ է թողել։ Բարի անուն ամեն ինչից վեր է, գիտեք։ Եվ այսօր Աստված տանում է խավար, որպեսզի ես եւ դու դառնանք Տիրոջը եւ կարողանանք ճառակայթ թողնել։ Ես միշտ ասում եմ, երբ որ կարդում եմ Սուրբ Գիրքը, բազում տեղեր գրված է, ամենակալ Աստված սա է ասում. քո հայր Դավիթի պատճառով քեզ ողորմություն պիտի անում։ Դավիթի պատճառով Աստված սերունդին ողորմություն էր անում։ Եվ այսօր մեզ ամենակալ Աստված մեր հոգևոր հայրերի միջոցով ողորմություն է արել։ Հիմի հարցը ինձ եւ քեզ է ուղված։ Մեր պատճառով Աստված մեր երեխեքին ողորմություն կանի թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, շատ անգամ ես այս մասին խոսում եմ։ Որն է իմ օգուտը, եթե այսօր մարդուն քարոզեմ, իմ երեխան չփրկվի։ Որն է օգուտը։ Այսօր Աստծո նպատակը հետևյալն է, որ դու ճառակայթ թողնես, այսինքն ապրես այդ կյանքը։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, գրված է սա 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ 24 համար, վերջի համարն է, խոսքը Եղիայի մասին է։ Եղիան 3 տարուկես մնացեց, որպես վայրի կնոջ տանը, ոչ այլուրը պակասեց, ոչ յուղը պակասեց, բայց երբևիցե մեկ անգամ այս խոսքը չէր ասել։ Երբ որ Եղիան հարություն տվեց, որպես վայրի կնոջը, Զավակին, կին ինչ ասեց. ահա տեսնում եմ, որ դու Աստծո մարդ ես, եւ բերանիդ միջի խոսքը ճշմարիտ է։ Հովանու ավետարան կարդում ենք, ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետեւյալը։ 15-րդ գլուխ 20 համար վերջնամասում գրված է. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ պիտի պահեն։ Եվ մեկ համար էլ ուզում եմ մեջբերում անել, որը գրված է Տիմոթեոսի թղթերի մեջ, նայեք ինչ է ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 15 համար։ Ջանկալը, որ քո անձը ընտիր կակնցնես Աստծո առաջին, իբրեմ մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Մի հարց հետևյալն է, հնարավոր է Աստծո խոսքը ծուր մատակարարել։ Կամ ասում է, տեսում եմ Աստծո մարդ ես եւ բերանիդ միջի Աստծո խոսքը ճշմարիտ է։ Ուրախ ջան, եղբայրներ ջան։ Պողոսը սա էր անում իրեն կյանքի մեջ։ Առաջի Կորինթացիս 9:27-ում գրված է. ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ, որ ուրիշներին քարոզելով ինքս խոտելի չգտնվեմ։ Եթե ես գողություն եմ անում եւ քեզ ասում եմ մի կողացիր, կլսես իմ խոսքը։
Իմի հարց հետևյալն է, ինչ համար իմ զավակը, քո զավակը չեն լսում խոսքը, չէ որ Տերն ասում էր, եթե իմ խոսքը պահեցին, ձերն է պիտի պահեն։ Կպահեն այն դեպքում, երբ որ ես ապրում եմ այդ խոսքի մեջ։ Այսօր խնդիրը հետևյալն է, որ ես չեմ լսում Աստծո խոսքը։ Իմ մեջ կորել է Աստծո երկյուղը, որ ես ճառակայթ չեմ թողել։ Եվ սրա վրա ես ուշադրություն պիտի դարձնեմ։ Այսօր երբ որ մենք նայում ենք Մովսեսը Փարավոնին ինչ էր ասում։ Ասում էր մեկ կչխակ էլ քեզ պիտի չթողենք։ Ոչ թե կչխակ ենք թողել, մեր զավակները, մեր թոռները։ Ով պիտի մտածի։ Ինչի հետևանք է։ Առաջինը, որ ես ամբողջ սրտով չեմ հավատում Աստծո խոսքին։ Եվ Աստծո խոսքի հանդեպ երկյուղը չկա։ Թող Աստված ինձ եւ քեզ ողորմություն անի, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Շարունակության մեջ գրված է. թող ապավինե Տիրոջ անվանը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այդ Սուրբ կյանքով ապրած անձնավորությունը միշտ ապավինել են Տիրոջը։ Ամեն վիճակի մեջ։ Շատ եմ սիրում ես կերպարին միշտ ներկայացնել։ 4-րդ Թագավորաց գրքի մեջ գրված է Սանումացի կնոջ մասին։ Շատ լավ գիտեք, այս կինը զավակ չուներ, երբ որ Եղիսեն խոսեց կնոջ հետ մյուս տարի երեխա ունեցան։ Խոսքը 4-րդ Թագավորաց 4-րդ գլխի մասին է 18 համարից երբ որ կարդաք մինչև 24 համարը, այնտեղ պատմություն հետևյալն է, որ երեխան մեծացավ գնաց հոր մոտ եւ ասաց գլուխս հայր ուղարկեց մոր մոտ։ Գալով մոր մոտ գրված է, որ մոր ծնկների վրա երեխան մահացավ։ Ուշադրություն դարձեք այս կնոջ ապավինությունը։ Ինչպես է ինքը ապավինում։ Այդ ապավինությունը գալիս է հավատալուց, վստահելուց։ Կարդում եմ հետևյալը։ 21-րդ համարից։ Երեխան մահացել է։ Եվ նա վեր գնաց, նրան պարգծրեց Աստծո մարդի անկողնու վրա, ետևից կողպեց եւ գնաց։ Եվ իր մարդին կանչեց եւ ասեց. «Ծառաներից մեկին ինձ մոտ ուղարկիր, էշերից մեկն էլ, որ շուտով գնամ մինչև Աստծո մարդին եւ ետ դառնամ»։ Եվ մարդը ասաց. «Ինչու համար ես դու այսօր նրա մոտ գնում, ոչ ամսագլուխը, ոչ էլ շաբաթ»։ Կնոջ պատասխանը. «Հանգիստ եղ»։ Երեխան մահացել է։ Դուրը կողպել է, ամուսնուն չի ասում, գիտես մեր երեխան մահացել է։ Հիմա հարց եմ տալիս, եթե երեխան հարություն չառներ, ինչ էր պատասխան տալու ամուսնուն։ Կնոջ ապավինությունը, վստահությունը Աստծո խոսքի վրա։ Հանգիստ եղ։ Կամ երբ որ մենք նայում ենք Գործք առաքելոց 12-րդ գլուխ 6-րդ համարից երբ որ կարդանք կամ 5-րդ համարից գրված է 5-րդ համարի մեջ Պետրոսը բանտում պահված էր, եկեղեցին Պետրոսի համար աղոթք էր անում եւ գրված է, որ Պետրոսը երկու շախտաներով կապված զինվորների մեջ հանգիստ քնած էր։ Մարդուն հաջորդ օրը պիտի սպանեն, Պետրոսը քնած է։ Ինչի հիման վրա։ Ինքը ապավինել էր Տիրոջը, Տիրոջ խոսքին։ Ինքը հավատում էր, որ Աստված խոսացել է, որ ինքը պիտի կնա, կայսրի առաջին պիտի խոսա, վկայություն պիտի անի, ինքը հավատում էր սրան։ Ինքը ապավինել էր Աստծո խոսքին։ Այսօր մեր կյանքի մեջ, երբ որ մեր դեմ կանգնում է ինչ-որ պրոբլեմ, մենք առաջին միտքը, որ մտածում ենք, ում դիմենք։ Ես ինձանի չեմ սիրում պատմել որից է մեկ բան, բայց ես էլի կարծեմ պատմել եմ ես վկայությունը։ 90-91 թվականներին ես այսպես էի հավատում, եթե աշխարհում 3 հոգի փրկվեն, մեկը ես եմ։ 91 թվականն էր, ուրեմն ոստիկաններ եկան մեր թաղ, քաղաքի ամենաբարձր պաշտոնյա ոստիկաններն են։ Մեկի կինը, մայրը, երեխաները մեր մոտ մասնակցում էին ժողովի։ Մոտեցավ ինձ ասեց, ես կանչել եմ ոստիկանություն։ Ասի ինչու համար, ասեց հավատքի համար։ Ասեց ես եկել եմ, որ ասեմ կնոջս մորս երեխաների անունը չտաս։ Ծնկներս դողաց։ Հիմա առաջի միտքը, որ մտածում եմ, ում ասեմ, որ ինձ օգնեն։ Հետո միտքս ընկավ, որ մեր Օնիկ եղբոր կուրսի տղան Քաղմասի այդ պետի տեղակալն է։ Դե մտածեցի Օնիկ եղբորը կասեմ, կկա կօգնե։ Երբ որ բերեցին ինձ ոստիկանություն,
Առաջ հարկից բարձացա, երկրորդ հարկ տեսա Օնիկ եղբորը։ Մտածեցի, թե Աստված աղոթքիս պատասխանն է տվել։ Օնիկ եղբորը գրկել է մի ընկերոջը կասի, ինձ կթողեն։ Երբ որ մոտեցա, ասի, ինչ կա, ասեց, ինձ էլ են բերել։ Այդ ամբողջ հավատքս քանդվեց։ Այսօր մարդու ապավինությունը պիտի լինի Տերը։ Եթե այսօր Տիրոջը չես ապավինում, քույրս, եղբայրս, Աստված երբեք քեզ ողորմություն չի անել։ Չգիտեմ Գյումրիից ովքեր կհիշեն Պալիկոն թաղամասում Շիրակացի փողոցի վրա գերմանացիները 45 թվականին, որ աշխատել են Գյումրիում, փայտից տնակներ էին շինել, տներ էին շինել, 1 հարկանի, 2 հարկանի։ Մենք երեխա ենք, 6-7 տարեկան կամ 8-ը չեմ հիշում։ Ուրեմն տնակներից մեկը, այդ տներից մեկը հրտերինք է։ 2 հարկանի, մի հատ փոքր երեխա պատշգամբ երկրորդ հարկում աղաղակում էր, հրշեջները իրենք մեծ շոր ունեն, որ ձգում են, որ ենթադրենք մեկը փրկվելու համար վերևից ընկներ ներքև։ Նու ռուսերեն այդ բառը բրուզենտից այդ պալատկեկը պահում են։ 8 աժդահամարդ պահել են եւ աղաղակում են երեխային, որ թռնի այդ պալատկի վրա։ Երեխան չէր թռնում։ Եվ այդ ամբողջ միջից մի հատ նիհար մարդ աղաղակելով, ձենը գցելով եկավ առաջ, ասեցին ով է, ասեցին հայրն է։ Երբ որ եկավ, կանգնեց պատշգամբի առաջ, ձեռքերը պարզեց եւ ասեց, «Բալես թռի»։ Երեխան թռավ հորքիրքը։ Հորքիրքը շատ փոքր է։ Պալատկեն մեծ։ Հիմի հարց եմ տալիս, ինչու համար հորքիրքը թռավ, ո՞րն էր պատճառը։ Ինքը ապավինում էր հորը։ Այսօր մենք չենք ապավինում մեր հորը։ Մենք մեր հորքիրքը չենք թռնում։ Եվ այնտեղ մի հատ հոյակապ միտք է գրված, Եսայի մարգարեության 50-ի 10 համարի մեջ գրված է։ Թող իրեն գցե իր ասոյ վրա։ Գցվել բառն եմ ուղղակի ուզում նայենք, պատկերացրա բարձահարկ շենքի տանիքին ես կանգնած, 2 ճանապարհ կա իջնելու, մեկը աշշաներով իջնել, մեկը գցվել։ Երբ որ աշշաներով իջնես, վերջի սանդղակին հասնես ու հանկած փոշմանես, նորից կարող ես վեր բարձրանալ, թե չէ։ Կբարձրանաս։ Իսկ եթե դու քեզ տանիքից գցես ու քեզ ճանապարհին փոշմանես, հետ կդառնաս։ Ասոյ նպատակը քսվելն է։ Այսօր մենք կամաց ենք գալիս։ Պողոս Արաքյանն ինչ էր ասում։ Ես վազում եմ։ Պողոսի պես անձնավորությունը վազում է, ես դանդաղ գալիս եմ, հարց եմ տալիս։ Եզրագծին կհասնեմ, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդիրը հետևյալն է, չեմ ուզում որևէ մեկի հավատքը կոտրել։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք սթափվենք։ Այստեղ դանդաղ գնալով մենք չենք հասնի եզրակից։ Եթե Պողոսը վազում է, ես էլ պիտի վազեմ։ Այսօր ինձ պետք է քսվել Տիրոջ ձեռքերի մեջ, ապավինել իրեն, Տիրոջ երկյուղը ունենալ։ Եթե այս ամենը լինի իմ կյանքի մեջ, ես կփայլեմ, ինչպես որ Դանիել մարգարեության մեջ գրված է, որ սուրբերը կփայլեն ինչպես երկնքում աստղերը։ Եթե փայլես, իմացած եղի, որ նաև ճառագայթ էլ կթողնես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ժամանակը մոտեցել է։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված հետևյալն է հորդորում ինձ եւ քեզ ասելով. պատրաստվիր քո ասում դիմավորելու, ով Իսրայել։ Եթե վաղը Տերը կա, ես պատրաստ եմ դիմավորելու, թե չէ։ Ամոսյա մարգարեության 4:12 պատրաստվիր քո ասում դիմավորելու, ով Իսրայել։ Պատրաստ եմ, թե չէ։ Բաղի խնդրանք սա։ Մենք ինչ որտեղ մեզ չխապենք, բավարարվենք նրանով, որ ունենք, ինչ որ ունենք քիչ է։ Այսօր Աստված հետևյալն ասում. Սուրբը թողել ավելի սրբանա։ Այսինքն մենք տեղ ունենք սրբանալու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գանք Տիրոջ առաջ, խնդրենք ամենակալ Աստծուն, որ Աստված մեզ ողորմություն անե, որ ես եւ դու ամբողջ սրտով հավատանք, որ Աստված ամեն օր մեզ հետ է։ Իրեն անունը փառավորվի, ամեն։